Դե բայց զավեշտ է, չէ, որ մոտավորապես 10 րոպե տարբեր տեղերից բաց ինֆորմացիայի վրա հղում ես կատարում ու ասում ես բանա փագա, ոչ մի ինֆորմացիա չկա եւ անընդհատ հղում ես կատարում բաց ինֆորմացիայի վրա, որ պետությունը այսքան բան է արել եւ ազգային ժողովը այսքան բան է արել, չգիտեմ, ես պետքա խմբագրեմ, թե որ երկրի իշխանությունը իր ինքնաթիռով քանի հոգով է որոշում այդ կատարի, մեր Վիետնամի գործընկերները եկել են ստեղից է գնացել են մեկ այլ միջոցառման եւ դրա ինֆորմացիան նույնպես բաց է եւ ասել, որ ես ինչ նախարարի ընկերոջ հարևանը եւ այդ ձևով փորձել ինչ որ կոռուպցիայի եւ բանի շղարշ ստեղծել, ես չգիտեմ որքանով է լուրջ։ Իհարկե, խնդիրներ կան, դրա մասին բոլորս խոսում ենք, դատախազության հետ աշխատում ենք, ասվածի մեջ էլ նաև ճշմարտություն կա, բայց եթե թափանցիկությունից ենք խոսում, եկեք նաև մյուսների թափանցիկությունից խոսենք, օրինակ լրատվամիջոցների թափանցիկությունից խոսենք, հա, հասկանանք, օրինակ 3900 տպաքանակ ունեցող ժողովուրդ օրաթերթը ոնց է կարողանում ապահովել իր օրինակ բյուջեն եւ աշխատավարձներ տա եւ աշխատի։ Եվ քննարկենք ոչ այն բաց ինֆորմացիան, որ ինչ որ ենթադրենք ոչ ժողովուրդ օրաթերթի սեփականատերը կամ ինչ որ այլ որևիցե այլ սեփականատեր գնում է օրինակ ինչ որ բանկի տիրոջ մոտ եւ շանտաժ անում եւ ասում է եթե դու իմ մոտ գովազ չդնես, ես քո մասին վատ բաներ կգրեմ։ Այդ թափանցիկությունը, չէ, ձեր հետ եմ կիսվում, դուք այդ ոլորտն, բայց դուք խեք արձագանքում։ Հա ինչ անենք, բոլորն էլ նայում են, կարող վախի մնա Տիկին Գրիգորյանը չարձագանքեց ձեր կողքը նստած։ Մտածեցիք ձեր մասին եմ ասում։ Ուրեմն պետք է հասկանալ, այդ ոնց է ստացվում, որ լրատվամիջոցը, որը որ գալիս է եւ արդարությունից է խոսում, գնում է, տերը մտնում է բանկ, ասում է քո մասին եթե չես ուզում վատ բան գրեմ, իմ մոտ կբերես գովազ կդնես։ Կամ ասում է դու օրինակ այս մի լրատվամիջոցում գովազ դրել ես, եթե իմ մոտ էլ չդրեցիր, հետ քեզ վատ կլինի։ Տիկին դատախազ լավ չի։ Պետք է այդ շանտաժի դեպքերը պետքա բացահայտվեն, բախի չբացահայտվեն։ Գալ ասել ստեղ, ուրեմն այսքան տվել եք, այսինչ բանը առել եք, այո, առել ենք այն, ինչը որ բաց դուք տեսնում եք եւ ինչի կարիքը մենք ունենք եւ ինչի հաշվետվությունը յուրաքանչյուր լրատվամիջոց կարող է գրավոր գրի եւ ստանա դրա պատասխանը եւ տիկին դատախազ դու կամ որևիցե իրավապահ մարմին, ձեզ թվում է մենք այնքան ասենք լավ, ենթադրենք ինչ որ բաներ չգիտենք, բայց դες թվում է մենք այնքան հիմար ենք, պետք է բռնենք բաց է բաց ազգային ժողովի համար ինչ որ բաներ առնենք, ասենք մանկան խանութից եւ ամեն մի բան Վիննի-Պուխի խաղալիքի մեջ 1000 դրամ փող աշխա։ Ասենք ինչ պետք է անեինք այդ բաժանել ենք մեր երեխեքին, որոնք գալիս են ստեղ։ Այդ ձեր նշած մանկան գնումը, եթե ես չեմ սխալվում, որքանով չեմ սխալվում, կամ Ղարաբաղից եկած երեխեքի կամ Սյունիքից եկած երեխի կարող է եւ սխալվում են, բայց ինչ որ երեխեքի նվերներ են կարել, տվել ենք, ասեմ ավելին, մեկ-մեկ էլ երեխաները, որ օրինակ 3 Սյունիքից երեխաներ էին եկել, մենք ստե ճաշարանում իրենց հյուրասիրել ենք այդ երեխեքին եւ օրորացային երեխեք են, հա, հիմա օրորացային երեխեքի հետևից եք ընկել, լավ եմ արել, դատախազությունը թող զբաղվի, տեսնի ես իմ ընկերոջ հարևանի օրորացային երեխային կարող է մանկանից փափուկ խաղալիք եմ նվիրել, այ քեզ բան, այ հայո պետության հաշվին, տեղեկացնեմ, Տիկին Թովմասյան, եթե դուք չգիտեք, ազգային ժողովի նախագահը ունի մոտավորապես X քանակով բյուջե, որը որ պետության կողմից իրեն տրամադրված է եւ ինքը իր որոշումով այդ բյուջեն կարողանում է օգտագործել։ Դա մեր կողմից բերված չի եւ այդ բյուջեն կա ազգային ժողովի ստեղծման սկզբից։ Այդ բյուջեից ես բազմաթիվ գումարներ եմ ծախսել, կարող եք զբաղվել դրանով։ Բաժանել եմ, վճարել եմ շատ մարդկանց վիրահատության համար։ Շատ անապահով ընտանիքներ, որոնք դիմել են ինչ-որ խնդրի հետ կապված, ես օգնություն եմ տրամադրել։ Եվ դա մտնում է լրիվ օրինական դաշտի մեջ եւ դրա հաշվետվությունն էլ հետաքրքրվեք, ստացեք։ Բայց գիտեք ինչ, գալ ստեղ եւ այդ ամեն ինչը ներկայացնել որպես կոռուպցիա, որ ինչ-որ բան երեխեքին մանկանից ինչ-որ բան եմ առել նվիրել, այո, էլի նվիրելու եմ մեր երեխաներին, որոնք որ ծնող չունեն, որոնք մանկատներում են, մեր մեծերին եմ գնացել տեսել, շատ մեծերի
բան եմ արել, փսակներ եմ արել շատ դեպքերում, ծաղիկներ եմ ուղարկել, ինչ որ մարդկանց, որոնք հացի խնդիր են ունեցել, օգնել եմ, եւ այդ բյուջեն դրա համար է, եւ տիկին դատախազ զբաղվեք դրանով, ես իրականում գիտեք ինչն է ինձ դուր գալիս, այս բաց երկրի, ժողովրդավար երկրի, մեր ստեղծած, նկատի ունեմ այն 18 թվականի մեր ժողովրդի ստեղծած երկրի ինչն է իմ դուրը գալիս, որ այս ամեն ինչ այդքան բաց է, որ իրանք մտածում են, որ այս ամեն ինչը անելով վնաս են տալիս, ինձ օրինակ, հա, ին վրա բերեմ օրինակը, որ որևիցե մեկը չմտածի, բայց ինձ օգնում են։ Ցույց են տալիս, թե ինչ աշխատանք ենք մենք արել, հետագայում հնարավոր հարցադրումները իսպար վերացնում են, որովհետև խնդրում եմ, այո, տիկին դատախազ, զբաղվեք յուրաքանչյուր գործով, իմ յուրաքանչյուր գնում, իմ յուրաքանչյուր նվիրատվություն, այո, նայեք, որովհետև հետո որ մարդ ես, մի օր չգան սկսեն իրանց բերած դատախազներով, ոնց որ պարտակում էին գործերը, քաղաքական ծառայություն մատեցող դատախազներին, որոնք հետո, չգիտես ինչի, երկու կրակոցով ինքնասպանություն էին անում։ Լսել եք, որ երկու կրակոցով ինքնասպանության դեպք ունեինք, մեկը դոշին, մեկը գլխին, մարդը, չգիտեք դες դեպքերը, բա այս փառահեղ նախկին իշխանությունների ներկայացուցիչները, որ տիկին Թովմասյանը ասում է, ես կարոտում եմ այն ժամանակվա կոռուպցիան, գիտեք խիա կարոտում են ժամանակվա կոռուպցիան տիկին Թովմասյանը, որտեղ այն ժամանակ, ես չգիտեմ տիկին Թովմասյանի հետ տենց բան կար թե չկար, ծրարով միշիկը փող էր տալիս, ինձ կյանքում միշիկ ինձ փող չի տվել, ծրարով փող էր տալիս միշիկը, ու նույնիսկ իրար մեջ կռիվ էին անում, թե որ մի խմբագիրը ինչի $100 քիչ բան, անունը գիտեք ինչ էր, օգնություն թերթին, օգնություն, դե թերթ չէր ծախվում, օգնություն թերթին, էլի, իմաստը որն է, իմ մասին վատ բան չգիտես, հիմա շատ լրատվամիջոցների ղեկավարներ մտածում են, ես իրանց էլ եմ ասել, մտածում են, որ բռնեն իմ մասին վատ բան գրեն, ես գիշերը չեմ քնելու, կամ էլ վարչապետը ինձ կանչելա վրեժ ջղայնանա, գիտեն ես էլ պետք է խառնվեմ իրան ասեմ, հանգարց բան չգրեք, այ ինչ ուզում եք գրեք, այնքան գրեք, ասենց ասեմ, եթե էլի բան կա գրելու, բացի այն բանից, որ ես այլ մոլորակային եմ, ամեն ինչ գրել եք ես պայմի դրությամբ, բայց էդ էլ գրեք, մարդ ես կարող է ինչ որ մեկը իր վրա ջղայնանա, դրանով դուք ինձ ուժեղացնում եք, եթե ինչ որ հարցեր կա, մաքրում եք, որի համար շնորհակալություն եմ հայտնում ձեզ, հարգելի, բայց ոչ իրական լրատվությամբ զբաղվող մեր գործընկերներ։ Տիկին դատախազ ես երկրորդում եմ տիկին Թովմասյանին, խնդրում եմ բոլոր նշված դեպքերը ստուգել եւ այնուամենայնիվ զբաղվել Հայաստանի Հանրապետության ազատ աշխարհում 34-րդ ազատ երկրի լրատվամիջոցների աղբյուրների բացահայտմամբ։ Շնորհակալություն։